Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպում է հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության նոր աշխատակիցների ընդունելության, ինչպես նաև վարչության աշխատակիցների պատրաստման դասընթացներ։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային եւ տարածքային բաժիններում որպես օպերատիվ աշխատակիցներ կամ որպես ղեկավար պաշտոն զբաղեցնող աշխատակիցներ։ Վարչության աշխատանքի արդյունավետությունը կախված է անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունից եւ նոր կադրերի ներգրավումից։ Տնտեսական անվտանգության ժամանակակից մարտահրավերները, տեխնոլոգիաների զարգացումը եւ օպերատիվ հետախուզական գործունեության ոլորտում նոր մոտեցումները պահանջում են երիտասարդ, եռանդով լի եւ գրագետ մասնագետներ։ Մեր նպատակը լավագույն թեկնածուներին ներգրավելն ու նրանց հնարավորություն ընձեռնելն է, որպեսզի նպաստեն մեր երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը։ Մասնակիցների ներկայացվող հիմնական պահանջներն են արագ կողմնորոշվելու, վերլուծելու, օպերատիվ որոշումներ կայացնելու ունակությունը, ֆիզիկական եւ հոգեբանական կայունությունը, սառնասրտությունը տարբեր իրավիճակներում, պետական գաղտնիքի պահպանման պարտավորությունը եւ թիմային աշխատանքի ունակությունները։ Արդյունավետ օպերատիվ աշխատանքը նպաստում է պետության տնտեսական անվտանգությանը։ Մեր օպերատիվ աշխատակիցները իրականացնում են նաև կանխարգելիչ գործողություններ, հարկերից խուսափելու հանցավոր սխեմաների բացահայտումներ, պետությանը պատճառված վնասի վերականգնումներ։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելը տալիս է հետեւյալ առավելությունները. կայուն եւ մրցունակ վարձատրություն, պետական ծառայողի կարգավիճակ, սոցիալական երաշխիքներ, մասնագիտական վերապատրաստման եւ հետագա առաջխաղացման հնարավորություն, առաջավոր տեխնոլոգիաների հետ աշխատելու հնարավորություն, գաղտնիության բարձր մակարդակով եւ մարտահրավերներով լի աշխատանք։ Հարկ եմ համարում նշել, որ օպերատիվ հետախուզական գործունեությունը շատ հետաքրքիր եւ առանձնահատուկ աշխատանք է։ Այն հնարավորություն է տալիս ձևավորել պատասխանատու, հեռատես եւ ուժեղ բնավորությամբ անհատներ, ովքեր ոչ միայն ծառայության մեջ են կատարելագործվում, այլ նաև կյանքի ցանկացած իրավիճակում դառնում են ավելի ճկուն եւ անկոտրում բնավորությամբ անհատներ։ Մրցույթը անցկացվելու է մի քանի փուլերով։ Սկզբում փաստաթղթերի ընդունումն է, այս փուլի ընթացքում մասնակիցներն առցանց եղանակով ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթերը։ Հաջորդ փուլը տեստավորման փուլն է համակարգչային գիտելիքների ստուգմամբ։ Երրորդ փուլը հարցազրույցի փուլն է։ Այս փուլի ընթացքում բարեվարկության հարցաթերթիկի վերլուծության արդյունքներով ստուգվում են մասնակիցների անձնական որակները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը, հաղորդակցվելու եւ այլ հմտությունները։ Հաջորդ փուլը մասնագիտական դասընթացի փուլն է, որը ավարտվում է թեստավորմամբ։ Ղեկավար պաշտոն զբաղեցնող աշխատակիցների համար նախատեսված է նաեւ եւս մեկ դասընթաց կառավարչական հմտությունների մասով։ Եվ վերջնական փուլը պաշտոնի նշանակման հարցազրույցն է, որի արդյունքներով լավագույն մասնակիցները ընդունվելու են աշխատանքի։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում ծառայությունը ոչ միայն կայուն աշխատանք է, այլև մասնագիտական աճի լայն հնարավորություն։ Լավագույն կադրերը կարող են առաջադրվել բարձր պաշտոնների, մասնակցել միջազգային համագործակցություններին եւ ներգրավել պետության համար կարևորագույն ծրագրերում։ Կարծում եմ, սա բացառիկ հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ծառայել պետությանը, ձեռք բերել արժեքավոր փորձ եւ գիտելիք, դառնալ կարևոր գործընթացների մասնակից։ Եթե ունեք պատասխանատվության բարձր զգացում, արագ կողմնորոշվելու ունակություն, ապա սպասում ենք ձեր դիմումին։ Նշեմ, որ դիմումների ներկայացման վերջնաժամկետը մարտի 28-ն է։